Հեսուն և ժողովուրդը եկան Քանանի երկիր, որի բնակիչների մեծ մասը թշնամաբար էին տրամադրված հրեաների նկատմամբ։ Հորդանան գետի մոտ էր գտնվում Երիքով քաղաքը, որը պարսպապատված էր ամուր և մեծ քարերով։ Երիքովի թագավորը շատ զայրացավ, երբ տեսավ, որ Աստծո ժողովուրդը մոտենում է իր քաղաքին։ Նա իր զորքին ասաց. «Երբ նրանք մոտենան, մենք կկռվենք նրանց հետ»։ Հեսուն գիտեր, որ Երիքովում թշնամիներ էին բնակվում, բայց Աստված նրան ասաց. «Դու պետք է կռվես Երիքովի բնակիչների հետ։ Չվախենաք, ես ձեզ կօգնեմ շահել պատերազմը»։ Աստված Հեսուի համար պատրաստեց ճակատամարտի ծրագիրը։ Հարկավոր էր շարք կանգնել և առանց ձայն հանելու պտտվել Երիքովի պարիսպների շուրջը։ 4 քահանա պետք է տանեին ուխտի տապանակը, իսկ մյուսները հնչեցնեին շեփորները։ Աստծո ժողովուրդը արեց այնպես, ինչպես ասել էր Աստված։ 7 օր շարունակ, օրական մեկ անգամ մարդիկ պտտվում էին քաղաքի շուրջը, որից հետո վերադառնում էին իրենց բնակատեղին։ Ամեն բան կատարվում էր Աստծո ասածի պես։ 7-րդ օրը ժողովուրդը քաղաքի շուրջը պտտվեց 7 անգամ։ Երբ վերջին պտույտն էին անում, քահանաները հնչեցրեցին շեփորները, իսկ ժողովուրդը սկսեց բարձր աղաղակել, և քաղաքի պարիսպները քանդվեցին։ Այսպես գրավվեց Երիքովը։ Աստված ցույց տվեց, որ մարդիկ կարող են հաղթել ցանկացած ճակատամարտում, եթե հնազանդ լինեն իրեն։